Արդեն ստեղներս են հասցրել։ Երկու անգամ մենակ ինձ են գծել։ Ահո դողով ենք տնից դուրս գալիս։ Մեր քաղաքում անտուն ու անտես շների քանակը պակասելու հնար չկա։ Ճարանելու հնարներն են անարդյունք մնում։ Արդեն դժվար է տարբերակել, թե որ թաղամասերում են թափառող շները շատ։ Կենտրոնական թե դրանից հեռու տարածքներում շրջում են խմբերով։ Աղբամաններն ու դրանցում եղածը իրար մեջ են արել։ Սա քաղաքի լիքն է, որ ծառի տակը, որ թփի տակը, լուբոյ, զիբլի, աշիկի կողքը սա թափառող շներ են։ Խմբերով են, վտանգավոր են, անվտանգ չեն։ Ասեն անվտանգ է, բայց անվտանգություն չկա։ Դաժե քանի օգու խածել էին, հարցակվել են, շատ վատ է այդ շների վիճակը։ Շիրեմ այդ շներու ով կբերե կամ որտեղից կավելանան այդ շները, օրորի կավելանան։ Շատ բողոքողներն էլի մուշ թաղամասից են։ Ինչ անեն, ում դիմեն։ Դիմելու տեղ կա, ահազանգերը գրանցողներ եւս, բայց ընթացք չկա։ Սպես ցելոֆանով կեշտամ, այդ շենքի շները սաղ կհասնեն իմ որտեղ կեր գտանեմ իրան։ Դե կի շուն են էլի, շունը շնությունը կենե ինչ կուզե եղնի։ Բայց էս դրան դեմը գալիս կանում են, չեն կամ տնից դուրս գան կամ ներս մտնենք։ Հնարավոր, շատ վտանգավոր են, շատ։ Մեծերը պաշտպանվելու փորձած մեթոդներն ունեն, թեև շատ դեպքերում դրանք էլ չեն օգնում կերվորոնող կենդանիներից հեռու մնալու համար։ Անպաշտպան վիճակում են թաղամասի երեխաները։ Վտանգ կա դպրոց գնալիս, բակերում խաղալիս։ Գիտեն, որ շունը մարդու բարեկամն է, բայց թափառող շների դեպքում միայն կուշտ ժամանակ։ Հենգեոջս հետ կասնենք դեղ ֆուտբոլագոր չուք կային խմենք, հասան մեջքը, կոնգեոջս մեջքը խազը չունը։ Մեգին ոդներ բռնեղս կազել ռոսկորը սախ կերևար։ Ստերջացումն է մնում վնասազերծման շների հարձակումներից պաշտպանվելու միակ տարբերակը, թեև մինչև հիմա մնում է անարդյունավետ։ Իրավիճակի պատկերն է հարձակումների հետևանքով տուժած մարդկանց դիմելիությունը պոլիկլինիկաներ ու հիվանդանոցներ։ Հակակատաղության պատվաստանյութ ռաբիս վակցինան պոլիկլինիկաներում սպառվում է արագ։ Թեթև վնասվածքների դեպքում ներարկում են պարտադիր 3 դոզան, իսկ ծանր դեպքերում մինչև 5 դոզա։ Բացի դրանից անպայման է փայտացման դեմ պատվաստանյութը։ Պատվաստման հետ միաժամանակ առաջի չափաբաժներ նաև պացիենտին տուժողին նշանակում են փայտացումը միաժամանակ, հետո պարտադիր ստանում են իրենք հակափայտացման շիճուկը։ Շատ են շանկծած դեպքերը, գալիս են հիվանդները, որ ամեն օր չունենանք հիվանդ, օրը մեջ 2 օրը 3 օրը մեկ անպայման կլինի, որ կարիք ունեն եւ վերքի մշակման եւ պատվաստման։ Բժշկական գրանցամատյաններում գերակշռում են շների հարձակումների տուժածների մասին տվյալները։ 92 քաղաքացի 3 ամսում միայն երկրորդ պոլիկլինիկայում է պատվաստանյութ ստացել։ Բժիշկների խոսքով շանտ գծելուց հետո առավելագույնը 72 ժամվա ընթացքում է հնարավոր միայն առանց պատվաստանյութի մնալ։ Դրանից հետո հետևանքները լրջագույնը կարող են լինել։ Եթե թափառող շները վարակակի չեն, իրանք այդ բանը փոխանցեն այդ գծած վերքերից իրենց թքերի միջոցով այդ վիրուս կա կարող փոխանցի տուժվածի ստեղ փրկելու շանսերը 0 են։ Դրա բուժումը չկա։ Շների վնասազերծման այս տարվա ծրագիրը քաղաքապետարանը դեռ չի սկսել։ Յուրաքանչյուր շան ստերջացման համար գումար է նախատեսվում տեղական բյուջեից։ Տարեկան քանի շուն եւ ինչ ընկերություն է իրականացնելու հաստատումները լինում են մրցութային տարբերակով։ Այս տարվա ծրագրի համար քաղաքապետարանը մրցույթ անցկացրել է օգոստոսի 8-ին։ Փաթեթները բացվել են օգոստոսի 15-ին։ Երկու կազմակերպություն է մասնակցել։ Հաղթել է այն ընկերությունը, որը ցածր գումար է առաջարկել։ Հաղթող կազմակերպության անունը նորոգում է, բայց դեռ ոչ մի աշխատանք չի կատարել։ Պատճառը կենտանասերներից ստացված բողոքն է եղել քաղաքապետարան։ Ստացել ենք կենտանասերներից դիմում, որ այս նորոգում ՍՊ-ը, կումնի ՍՊ-ի հետ ինչ որ իրար հետ համընկնում են։ Այդ դիմումի հիման վրա մենք դիմումը եւ նաեւ այդ մրցույթը շահած այս նորոգում ՍՊ ամբողջ այդ տվյալները ուղարկել ենք դատախազություն, որ իրենց մոտ քննվող գործը եւ այս նորոգում ՍՊ-ի հիմնադիրները եւ մնացածը ինչ փոքր կապակցվածություն ունեն եւ ինչ դիրքի վրա են գտնվում։ Մրցույթի մասնակցած ընկերություններից մեկը Կումնին 2 տարի առաջ 2023 թվին է 500 շան ստերջացման համար քաղաքի բյուջեից 13 միլիոն դրամ ստացել, բայց աշխատանքը կատարել է սանիտարահիգենիկ պայմաններին չհամապատասխանող տարածքում, Ջաջուր գյուղի անասնագոմում։ Սա արձանագրել էին կենթանասերները եւ հիմա գործը գտնվում է Շիրակի մարզի դատախազությունում։ Պարզվել է, որ նոր մրցույթում հաղթած նորոգում ընկերությունը նույնպես գրանցված է Ջաջուր գյուղում։ Գնացել ենք այս նորոգում ՍՊ-ն դիտարկելու, թե ինչ պայմաններ ունեն, պայմանները կիսադեր է ժամանակ,
մենք արձանագրել էինք, որ ինքը պայմանների կիսատ է եւ վերանորոգման տակ էր։ Ես ճիշտն ասած չեմ գիտեցել, նույն տեղն էր, նույն տեղը չէ, ասել եմ, որ նույն տեղն է։ Պայմանագրերը կան, բայց գործընթացը սառեցված է մնում, քանի դեռ դատախազությունում գործն ուսումնասիրվում է։ Իսկ այս տարվա ծրագրի համար նախատեսված է Գյումրիի բյուջեից 6 միլիոն դրամ ծախսել 200 շան ստեղծման համար։ Այսինքն ամեն մի շան համար այն կկազմի 22500 դրամ։ 115 միլիոն դրամ արժողության կացարանի կառուցման ծրագիրը եւս մեկնարկում չէ։ Աշխատանքները չեն սկսել, որովհետև 3 անգամ մրցույթ են հայտարարել, բայց որևէ շին կազմակերպություն չի մասնակցել։ Շների կացարանի կառուցման վայրի ընտրություններ են նախնական։ Հավանաբար այն լինելու է Մուշ թաղամասի վերջնամասերում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։